Ողջույն բոլորին, այսօր պատրաստում եմ թանապուրով պիլմենի։ Ուրեմն սկզբի համար 1 ձուն կոտրում եմ և սկսում եմ հարելը։ Հիմա ավելացնում եմ մի քիչ աղ և նորից հարում եմ։ Հիմա պետք է ավելացնեմ մածուն, աչքաչափով ենք ավելացնում, այստեղ ինձ մոտ 1,5 լիտրանոց կաթսա է, դրա համար ավելացնում եմ մոտավորապես 500 մլ մածուն։ Հիմա արդեն պետք է ջուր ավելացնեմ, 500 մլ մածունին ավելացնում եմ մի 700 մլ ջուր և նորից լավ խառնում եմ։ Ուրեմն հիմա արդեն մեր թանապուրը պատրաստ է, դնում եմ կրակի վրա, ցածր կրակի վրա եմ դնում և սկսում եմ խառնելը, մեկ ընդմեջ խառնում եմ։ Այս ընթացքում ավելացնում եմ, արդեն որ սկսում է եռալը, ավելացնում եմ 2 ատամիկ մանր կտրատած սխտոր։ Եվ նորից խառնում եմ։ Ու թողնում եմ մինչև լավ եռա։ Այս ընթացքում փորձեցի աղը պակաս էր, մի քիչ ևս աղ եմ ավելացնում։ Հիմա պիտի ավելացնեմ աղացած կարմիր պղպեղ, ըստ ճաշակի։ Ավելացնելուց հետո ևս խառնում եմ։ Պատրաստում եմ արդեն պիլմենիները, որոնք հանել եմ սառցախցիկից։ Հենց սկսում է եռալը թանապուրը, պիլմենիները հատ-հատ ավելացնում եմ թանապուրի մեջ։ Մեկ անգամ էլ եմ խառնում, որպեսզի պիլմենիները կաթսայի հատակին չկպչեն։ Վերջում ավելացնում եմ չորացրած նանա։ Ասեմ, որ այս թանապուրով պիլմենիները շատ համեղ են ստացվում, եթե դեռևս չեք փորձել, փորձեք։ Երբ պիլմենիները եփվում են, արդեն բարձրանում են արտաքին մասը։ Հիմա այստեղ ես կփորձեմ, կտեսնեմ։ Փորձում եմ և հասկանում եմ, որ արդեն պատրաստ են պիլմենիները, եփված են։ Եվ ամենավերջում պիտի ավելացնեմ մի փոքր կարագ և վերջ արդեն մեր թանապուրը պիլմենիներով պատրաստ է։ Հիմա լցնում եմ ափսեի մեջ, որպեսզի վայելեմ։
Դուք եւս փորձեք, եթե ձեզ դուր կգա իմ բաղադրատոմսը գրեք ինձ, եթե կլինեն հարցեր եւս գրեք, բոլորիս բարի ախորժակ, չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի շատ լավ այսպես ճաշատեսակներ տեսնեք եւ դուք ինքներդ էլ պատրաստեք։ Բարի ախորժակ, կհանդիպենք։